Տեղյակ պահեմ, որ երկար ժամանակ իշխանությունը այսպիսի հնարքներ, ինչպես այսօր եք իրարու, ինչպես երեք, փակետ տրանսպորտային ճանապարհները չէր արել։ Այսօր այս հանրահավաքին կանգնեցվել են Գյումրիից եկող, Վանաձորից եկող մեքենաները։ Առաջին անգամն է տարիներ շարունակ, որ այսպիսի բան չէր եղել, ես սա միջազգային կառույցների դիտորդների ուշադրություն եմ հրավիրում եւ դրանով հիմնավորում են մեծ խոսելը, որ իշխանությունները ներկայացնում են, որ իրենց պետք է արդար ընտրություն։ Ես ձեզ ասեմ, համատարած եմ անձնագրերի քսերոքսներ հավաքելը, նկարելը, աշխատանքից մարդկանց ազատելու սպառնալիքները համատարած են, հանձնարարողի անդամներին զանգելը եւ այլն, բայց դրանք կաթիլ են այն ծովի առջև, որ առաջացել է Սերժ Սարգսյանի դեմ Հայաստանի Հանրապետությունում։ Ես ձեզ ասեմ, մի տարի առաջ վրդովմունք կար, դժգոհություն կար, հետո վերածվեց դա ատելության, հայհոյանքի։ Հիմա սիրելի ժողովուրդ, համատարած անեծք է։ Անեծք իշխանությունների, հանրապետականի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Այսինքն այս համատարած անեծքի դեպքում սիրելի ժողովուրդ, ինչ կեղծիքի մեխանիզմ է կիրառել, ոչինչ չի ստացվելու։ Ես խնդրում եմ ձեզ, բոլորը տարածեք ձեր ընկերներին, բարեկամներին, որ իրենք ի վիճակի չեն, թեպետ անելու են ամեն ինչ որ անցնի, բայց ի վիճակի չեն հավաքելու 700,000 ձայն։ Մի փոքր նեղություն է։ Իմացեք, որ մեզ պետք չի 700,000-ից ավելի ոչ հավաքել։ Մեզ պետք է, որ ինքը չհավաքի 700,000 ձայն։ Եվ մենք ցանկացած 100,000 ոչը, այոից եթե մենք բերում ենք այս կողմ, հաղթանակը երաշխավորում է։ Տեսականորեն մենք կարող ենք հավաքել 500,000 ոչ, ինքը հավաքի 650,000, այո, մենք հաղթում ենք։ Այստեղ ոչը պարտադիր չի, որ շատ լինի, պետք է, որ այոն չլինի 700,000, իսկ դա հեշտ է, դուք դա կարող եք, ժողովուրդ ջան, դա անելու եք։ Ես դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, ես այստեղ տեսնում եմ եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, եւ քաղաքացիական, եւ հասարակական, սիրելի ժողովուրդ, իմ նախորդ գործընկերների հետ համաձայն եմ, այստեղ ոչ մի կուսակցության խնդիր չկա, ոչ մի լիդերի խնդիր, փառքասու չկա այս պահին, ոչ մի ամբիցիայի խնդիր չկա, բոլորը, բոլոր հկրները, բոլոր քաղաքացիականները, բոլոր կուսակցությունները անգամ ունենալով տարաձայնություններ, պարտավոր են գնալ եւ իրենց քաղաքացիական պարտքը տալ։ Սա է միակ ձևը եւ այս ձևի առավելություն, այս ձևի հնարավորություն, այս ձևի նպաստավոր պայման իշխանություններից ազատվելու ժողովուրդ մենք չենք ունենալու։ Եկեք այս հնարավորությունը օգտագործենք բոլոր հնարավոր օրինական միջոցներով։ Երիտասարդական նախաձեռնություններից խոսքը տալիս եմ Արշակ Մուսախանյանին, համեցեք։